Բարև ձեզ, եթերում հայացք դրսից հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրը Մոսկվայի զինված ուժերի համազորային ակադեմիայի քաղաքական գիտությունների թեկնածու, ատենախոս, գնդապետ Ալեքսան Մինասյանն է։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ։ Պարոն Մինասյան, որ քաղաքական դերակատարներն են այսօր Հայաստանի քաղաքական դաշտի վրա ամենաուժեղ ազդեցություն ունեցողները եւ որ մեխանիզմներով են այդ ազդեցությունները իրականացվում։ Իմ կարծիքով Հայաստանի շուրջ ստեղծվել է արդեն 4 հիմնական գերտերություններ, որոնք ունեն իրենց ազդեցության ոլորտը մեր տարածաշրջանում։ Դրանցից դե բնական է Ռուսաստանը կա, Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ միասին նույնպես բնականաբար կան, Պարսկաստանը կա եւ հիմա կարծում եմ շատ մեծ նշանակություն ունի նաեւ Չինաստանը, որը չերևացող լծակներով անպայման կարգով փորձելու է միջամտել այն process-ներին, որը կատարվում է հարավկովկասյան տարածահատվածում։ Բայց նշեցիք նաև, որ Ռուսաստանն էլ կա այս երկրների շարքում, սակայն վերջին 5 տարիներին քաղաքական խոսույթում թեկուզ Ռուսաստանի դերի նվազեցում ենք նկատում։ Ինչպես է փոխվել Ռուսաստանի ռազմավարական դերը Հայաստանում եւ արդյոք այն փոխվել է։ Ես կարծում եմ փոխվել է այնքանով, որ Ռուսաստանը ինքը արդեն պատերազմի մեջ է, պատերազմի մեջ լինելով բնականաբար նա չի ուզենա երկրորդ, ասենք, ճակատ ունենալ, եթե ճակատ էլ չանվանենք ռազմական, ապա ասենք իր ազդեցության ոլորտը ինչ որ չափով այդ պատճառով թուլացած պիտի լինի ուժերի, ռազմական ուժերի տեղաբաշխման պատճառով։ Բայց որ ասել Ռուսաստանը այս տարածաշրջանում գոյություն չունի, դա իհարկե լիովին սուտ է եւ այն մտքերը, որ ասում են, որ Ռուսաստանը հիմա մեզնով զբաղվելու ժամանակ չունի, չէ, բավականին լավ էլ ունի եւ զբաղվում է եւ ենթադրում եմ, որ կզբաղվի եւ ընդհանրապես ոչ մի խաղացող այս դաշտից չի հեռանա։ Խնդիրը նրա մեջ է մենք որպես պետություն, որպես Հայաստան կդառնանք խաղացող, թե մենք խաղաքարտ կդառնանք։ Այստեղ է մեր խնդրեմը, որովհետեւ ժամանակի մեջ մենք կորցրեցինք բարեկամների չշահելով անգամ տերեր նորմալ։ Եվ դա առիթ կհանդիսանա, որ մենք այսպես թե այնպես հաշվի առնենք կամ կոպիտ ասած խաղանք բոլորի հետ։ Մենք մեր խաղը պիտի խաղանք։ Իսկ Իրանի մասով Իրանի դիրքորոշումը հատկապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում շատ կոշտ է, դիրքորոշումները տարբեր են նույնիսկ Հայաստանի իշխանություններից։ Որոշ շրջանակներում դա բնութագրում են որպես Իրանի բարեկամական վերաբերմունք Հայաստանին, բայց նաև ավելի գիտական շրջանակներում էլ հասկանում են, որ դա ուղղակի Իրանի կարմիր գծերից է, որովհետև անմիջականորեն կապված է Իրանի շահերի հետ։ Դուք ինչպես կմեկնաբանեք այս երևույթը։ Բնականաբար ես դիտում եմ այդ որպես Իրանի շահեր, որովհետև ցանկացած պետություն ունի իր շահերը։ Մենք ունենք մերը, Վրաստանն իրենը ընդհանրապես իրենց շահերը ունեն։ Ճիշտ ասած 89 թվականից Իրանի Կասպից ծովի կողքով Իրանից գազատար էր անցնում, Իրանի տարածքով գազատար էր անցնում դեպի Նախիջևան։ Եվ բնականաբար երբ որ այդ միջանցք կոչվածը, չնայած ես դա միջանցք չեմ համարելու, դա կհամարեմ ճանապարհ, բնականաբար դա Իրանի ազդեցության ոլորտը փոքրացնելու է մանավանդ, որ նա այնտեղ ֆինանսական հնարավորություններ ունի այդ ճանապարհի գազատարի անցումը բերում է բավականին ֆինանսական կորուստներ Իրանին, բայց այս վերջերս, բոլորովին վերջերս եղան խոսակցություններ, որ Իրանը պատրաստվում է նաև երկաթուղի գցել իր սահմանով, չհաշված գազատարը, կոմունիկացիոն այդ հնարավորությունները, բնականաբար դա թուլացնում է Հայաստանի դերակատարությունը, այսինքն այդ միջանցք կոչվածի, ճանապարհ կոչվածի ազդեցության ոլորտը փոքրանում է մեր համար։ Իսկ ինչ վերաբերվում է, որ բարեկամական երկիր Իրան եւ այլ, կարող է բարեկամական երկիր էլ կա, ես չեմ հերքում դա, բայց եւ այնպես ես կարծում եմ, որ ամեն մի պետություն շարժվում է ելնելով
իր շահերից։ Ես դրա համար պատահական չասեցի, մենք հայերս ընդհանուր առումով, եթե պատմություն ուսումնասիրելու լինենք, անգամ մեր թագավորության 1045 թվականին Գագիկ II-ի օրոք մենք կորցրեցինք մեր թագավորությունը եւ ասել, որ մենք ճիշտ ենք մեզ դրսևորել, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի եղել։ Իհարկե մենք չենք սիրում, որ մեզ փնովում ենք ինքներս մեզ, բայց ես պարտավոր եմ դա ասելու, որովհետև մենք անընդհատ գրկից գիրկ անցանք եւ ոչ թե որպես ընկեր, այլ որպես տերեր փոխելու սկզբունքով անցանք այդ բոլորը։ Սկսած պարսիկներ, մինչ այդ ասորիներ, հետո արաբներ, նորից պարսիկներ, նորից թուրքեր, թուրքերից հետո ռուսներ, ռուսներին հիմա ուզում ենք փոխել նաև որոշ քաղաքական գործիչներ ուզում են փոխել նաև, ասենք, Եվրոպայով, բայց կարծում եմ ինչպես մարդը, այնպես եւ պետությունը պիտի հաստատուն հիմքեր ունենա, ինքը հաստատուն պիտի լինի իր դիրքերի մեջ։ Եթե կողքի ընկերը ավելի ուժեղ է, դա չի նշանակում քո նախկին թույլ ընկերոջ կողքին դու չպետք է կանգնես։ Ես համարում եմ դա սխալ քայլ, նաեւ պետության պարագայում։ Խոսեցիք Եվրոպական միության մասին, ԵՄ-ի մասին ու Եվրոպայի մասին ընդհանուր, ինչպես եք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանը այսօր գնում է Եվրաքվեի ճանապարհով, ինչի կհանգեցնի սա։ Գիտեք, բարեկամություն պետք է անել ճանապարհ գնալը, սա հարաբերական իմաստ ունի։ Դուք հիշում եք դեռ 100 տարի առաջ, երբ որ կարգվում էր սովետական միությունը, Անտանտա կոչեցյալը եվրոպական այդ միությունների հետ միասին, մեզ ոչինչով չօգնեցին, անգամ անգլիացիներն ասում էին, մեր նավերը չեն բարձրանում ձեր սարեր, որպեսզի մենք կարողանանք ձեզ օգնել։ Ես կարծում եմ, որ մենք ինքներս պիտի արժեք դառնանք։ Եթե դու արժեք չես, դու ոչ մեկին պիտանի չես, պրակտիկորեն։ Մենք ինքներս ներսում պիտի մեզ արժեք դարձնենք, որպեսզի մեզ կարողանան գնահատել նաև դրսում։ Կարևորագույնը սա է։ Եվ կարծում եմ գնալ Եվրոպա կամ գնալ Ռուսաստան կամ Միացյալ Նահանգներ կամ Չինաստան, երբեք մեզ դա չի վնասում ընդհանրապես։ Եթե մենք իրականում գտնում ենք մեր շահերը այդտեղ, եթե մենք մեր շահերը չենք տեսնում, չենք գտնում, ուրեմն արդեն սուտ է մնացյալ խոսակցությունը, այսինքն ավելորդ խոսակցություններ են դրանք ընդհանրապես։ Այսինքն, ինչպես եք գնահատում, Հայաստանը հնարավոր է, որ ունենա ինքնուրույն, անկախ ռազմական դոկտրին ու առանց որևէ մեկի հնարավորության ու հովանավորության, որոնք են նման մոդելի հիմնական բարդությունները, այսինքն անկախ ռազմական մոդելի։ Գիտեք, այսպես նորից պիտի կրկնվեմ, ես որպես զինվորական, ես պիտի կրկնվեմ, որ անպայման կարգով մենք պետք է ինքներս ուժեղանանք, որպեսզի մենք արժեք ունենանք որևէ մեկի կողքին կանգնել ընկեր դառնալու համար։ Եթե ընկեր կա, ուրեմն պետք է դու ունենաս արժեք այդ ընկերոջ համար։ Եթե արժեք չունես, միևնույն է դու արդեն արժեք չունես։ Դու ընդհանրապես պիտի խաղաքարտ լինես։ Կարծում եմ Հայաստանը լրիվ հնարավորությունները ունի ինքնուրույն խաղացող դառնալու համար։ Լիարժեքորեն ունի։ Բայց այստեղ արդեն մենք ռազմական մեր մոտեցումները պիտի փոխենք։ Տեսեք, 20 թվականի պատերազմին մեր բյուջեն, ռազմական բյուջեն կազմել է 711 միլիոն դոլար։ Իսկ Ադրբեջանին 2 միլիարդ 900, մոտ 4 անգամ գերազանցել է հայկական բանակի բյուջեին։ Եվ մարդկային ռեսուրսով նույնպես մենք գիտենք, որ 3-8-4 անգամ նրանք քանակային շատ են։ Այսինքն ստանդարտ բանակներով մենք պատերազմելու բացարձակապես իրավունք չունենք։ Եվ մենք նկատեցինք 20 թվականին, որ մենք չկարողացանք իրենց թիկունքում այն պարագայում, որ մեր տիպի պետությունները, փոքր պետությունները բանակի որակը այնպես պիտի փոխեն, ստանդարտ բանակից պիտի դուրս գան, որպեսզի կարողանան մարտնչել ոչ թե իրենց տարածքում, այլ մարտնչել հակառակորդի տարածքում։ Սա առանձին տակտիկա է, առանձին մոտեցում է։ Ես ինքս որպես պատերազմների մասնակից շատ լավ հասկանում եմ իմ բառերի ամեն մի տված իմաստը։ Եվ ենթադրում եմ, որ մենք պիտի բանակը ամբողջապես փոխենք։ Իսկ եթե ուզում ենք մենք ստանդարտ բանակների միջոցով, իհարկե ես համաձայն եմ, զենք զինամթերք պիտի ունենալ։ Դա պարտադիր հնարավոր ատրիբուտ պիտի լինի մեր համար, բայց ասել, որ միայն զենք զինամթերքով մենք կարող ենք հաղթել, մեզ պաշտպանել եւ
չունենալ անգամ հզոր բարեկամ, որի կողքին մենք էլ պիտի կանգնենք, դա արդեն մոտեցումը համարում եմ շատ մեծագույն սխալ։ Մենք պիտի ճիշտ քայլենք։ Եթե ճիշտ քայլեցինք, մենք ամեն ինչ կունենանք։ Թե չէ հիմա ասում ենք, վերցրել ենք զենք Հնդկաստանից, չգիտեմ, վերցրել ենք զենք Ֆրանսիայից, այդ բաները, ցեզրսները բան։ Հա լավ հրանոթներ ունեն, բայց մեր տարածաշրջանի համար արդյոք դա աշխատում է։ Եվ բացի այդ, մենք շատ կարևոր խնդիր ունենք նաև։ Մեր ներսում պետքա զինամթերքի հարցը լուծենք։ Զենքը վերցրեցիր, հասկացանք, վերցրեցինք զենքը։ Բայց եթե զինամթերքը մեր մոտ չի արտադրվում, այդ զենքը 1 օր հետո, երբ որ արդեն սպառազինություն չի ունենում, դառնում է ընդամենը երկաթի կտոր։ Դա պիտի մենք անպայման կարգով հաշվի առնենք եւ մասնագիտական մոտեցումներ ցույց տանք։ Ոչ այնպես ոնց որ հիմա մատերիալանքով ուղակի բերել ենք, ուղակի Հնդկաստանից բերեցինք, ուղակի այստեղից չի աշխատելու։ Մինչև մենք չլրջանանք, հարցերին չնայենք իրենց իրական բարդույթներով, մենք հաջողություն չենք ունենա։ Մենք պարտավոր ենք մտքի ուժով հաղթահարելու։ Նաև խոսք է գնում հիմա անդադ շահարկվում է այն թեման, որ եթե չգնանք խաղաղության համաձայնագրի, այսինքն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների միջոցով խաղաղության համաձայնագիր չկնքվի, ապա պատերազմ կսկսվի։ Ինչպես եք դուք գնահատում ներկա իրավիճակը ու եթե արդյոք պատերազմել սկսվի, Հայաստանը արդյոք պատրաստ է այդ պատերազմը հաղթահարել։ Պատերազմի, սկսեմ վերջից, պատերազմի պատրաստ լինելը դա ոչ ոք չի կարող ասել, որտեղ այդտեղ ոչ պետքա փնովել, ոչ ասել։ Բայց ակնհայտ փաստ է, որ դու պարտավոր ես լինելու ուժեղ։ Դա ակնհայտ փաստ է։ Եվ պայմանագրերի վրա հենվելով, որ դուք ունենաս խաղաղություն, դա թյուր կարծիք է, ցանկացած պայմանագիր կոտրվում է ժամանակի մեջ։ Մենք պատմության մեջ, աշխարհի պատմությունների մեջ մենք անընդհատ տեսել ենք անգամ նացիստական Գերմանիայի պայմանագրերը, որ ինքը ուներ տարբեր երկրների հետ, Պոլշայի հետ, Անգլիայի հետ, ուներ սովետական միության հետ, եւ ինչ եղավ, պատերազմ չեղավ, չհարձակվեց, այսինքն դրանք ընդհանրապես խուսանավող քայլեր են, պայմանագրեր կոչվածը։ Դու ինքդ պիտի կարողանաս լինել ամուր, ուժեղ եւ ոչ միայն քեզ պիտանի լինել, այլ պիտանի լինել նաեւ այն պետություններին, որոնց համարում ես դու ընկեր, ճիշտ ընկեր, դու չպետք է անընդհատ տերեր փոխես։ Տերեր փոխելը դա ասում է նրա մասին, որ մենք քմահաճ կնոջ տեսքով ենք հանդես գալիս։ Այսինքն սրա հետ, վաղը նրա հետ չի կարելի։ Հզոր, հստակ քայլերով մենք պիտի քայլենք։ Իսկ դրա համար պիտի անպայման կարգով իշխանությունը, որը պիտի ծառայի պետությանը եւ ոչ թե իշխանություն դառնա, ուղղակի իշխանություն, պիտի անպայման կարգով կարողանա ուսումնասիրել, մասնագետների հրավիրել, հասկանալ ինչա կատարվում իր շուրջ։ Եթե դու չես հասկանում քո շուրջ ինչա կատարվում, դու երբեք հաջորդ քայլերը ճիշտ չես անի։ Իսկ հայ-թուրքական սահմանի բացումը ինչքանով է իրատեսական համարում։ Գիտեք, այսպես ասենք, դուք նախքին հարցն էլ տվեցիք բանի հետ կապված, Ադրբեջանի հետ կապված, սահմանները ուղղակի մեզ հասանելիք սահմանը, ասինքն ինքը ուղղակի կերկարի այդ սահմանը 209 կիլոմետր։ Եվ դա մեզ բերելու է հավելյալ զորքերի բաշխման այդ տարածքներով, այսինքն այն տարածքները, որ Ադրբեջանի հետ է, ձեր հարցին վերադառնամ, մեր մոտ կթուլանա, որովհետև մենք այդքան, ասինքն ռեսուրս չունենք, որ ամբողջապես կարողանանք պահել։ Բայց դա իհարկե դա պետության որոշումն է, պետության խնդիրն է, ինչքանով են իրենք դա տեսնում, որտեղ իրենց ավելի տեսանելի է այդ բոլորը, ես այդքան չեմ կարող տեսնել, բանակից ես հիմա ավելի հեռու եմ, բայց կարծում եմ, որ մենք անելիքներ ունենք։ Նաև խոսեցինք Ուկրաինա-Ռուսաստան պատերազմից ու այս փուլում անդադ մեզ սկսել են համեմատել Հայաստանը Ուկրաինայի հետ, ասելով, որ
Զելենսկին գտնվում է այն նույն իրավիճակում, ինչ Փաշինյանը գտնվում էր 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն երբ որ նախնական ավելի մեղմ պայմաններով համաձայնագիրը առաջարկվեց, 20 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը ստորագրեր այդ պայմանագիրը, իրեն դավաճան կանվանեին, ու ասում են շատ գիտական շրջանակներում շրջանառվում է այն փաստը, որ Զելենսկուն հիմա ավելի մեղմ պայմաններով համաձայնագիր է առաջարկվում Թրամփի կողմից, որը Ղրիմը համարում է Ռուսաստանի մարզը ըստ այդ պայմանագրի։ Հիմա դուք որքանով եք զուգահեռներ տեսնում Ռուսաստանի, Ուկրաինայի ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Նախ առաջին ըստիս իմ կարծիքով այս պատերազմի համար որոշակի դերակատարություն ունեցավ նաև Հայաստանի պարտվելը, որովհետև Ռուսաստանը, որը առաջ համարվում էր իմպերիա, զրկվեց Հայաստանից, իսկ մենք գիտենք Հայաստանի չլինելու պարագայում պանթուրքիզմի մեծ ծրագիրն է մտնում աշխարհ, այսինքն եթե այնտեղ պանթուրքիզմը 3 մասից էր բաղկացած, թրքալեզու ժողովուրդ, ոչ թրքալեզու ժողովուրդներին ոչնչացնել, որից հետո Կասպից ծովով դուրս գալ Միջին Ասիա, երրորդ փուլը դա էր պատճառը, որ Թուրքիան շատ արագ կողմնորոշվում էր եւ ուզում էր ստեղծել ադրբեջանական պետությունը։ Մենք գիտենք, որ ադրբեջանական պետությունը ստեղծվել է 18-ական այդ թվականներից հեղափոխության ժամանակահատվածից։ Դա իհարկե պանթուրքիզմի դեմ էր, բայց հիմա ասել, որ Փաշինյանը կնմանվի Զելենսկուն, թե չէ, այսինքն մեղմ պայմաններով, աշխարհում իհարկե ամեն ինչ կրկնվում է, դա սպիրալաձև այդ զսպանակաձև պտույտներն է, որ կատարվում է աշխարհում, բայց եւ այնպես ասել, որ կնմանվի, սխալ կլինի։ Հիմա Ուկրաինան էլ ավելի հզոր վիճակում է, որովհետեւ ես արդեն նախապես ասացի, որ մենք չունեցանք բարեկամներ, մենք կորցրեցինք մեր ընկերներին չունենալով բարեկամներ։ Բայց Եվրոպայի ձեռքին Ուկրաինան խաղալիք է ուղղակի այդպես։ Հիմա Եվրոպային վերադառնանք, իսկ Եվրոպան մատակարարում է փաստորեն Ուկրաինային ամեն տեսքով, ամեն ձևով, որը մեզ չի մատակարարվել ու մենք չենք ունեցել այդ հնարավորությունները եւ համեմատել իրար հետ կարծում եմ շատ սխալ էր։ Բացի այդ, ես պիտի ասեմ, որ մեր մոտ բաց թողումը 30 տարիների բաց թողում էր մեր սահմանները, որովհետեւ Հայաստանը կարող էր դառնալ իսկապես բերդ պետություն, եթե մենք կարողանայինք ամրաշինական կառույցները այն որակի հասցնել, որ Ադրբեջանը չկարողանար մխրճվել, այսինքն այդտեղ իհարկե միացյալ Ադրբեջան, Թուրքիա, նաև Իսրայել, ինչի՞ չէ, ասենք մոտեցումները կային, բայց եւ այնպես արեք մենք ուրիշին չմեղադրենք, ամեն մեկը անում է այն ինչ կարողանում է, մենք մեզ պիտի մեղադրենք, որ մենք այդպես թույլ էինք։ Մենք չկարողացանք 30 տարիների ընթացքում, 30 եւ ավելի տարիների ընթացքում ունենալ այն ամրաշինական կառույցները, որոնք մեզ կապահովեին եւ անվտանգությունը կլիներ բարձր որակի վրա։ Մենք դա չենք արել։ Նշեցիք, որ 30 տարի հենց չենք ունեցել, բայց 20 թվականի պատերազմից մինչ օրս 5 տարի է անցել։ Ինչ է կարծում, այդ աշխատանքները իրականացվում են, որ ամեն պահի Հայաստանը լինելով պատերազմական երկիր, պատերազմական վիճակում գտնվող երկիր, ամեն պահի Կովկասում կարող է սկսել նոր պատերազմ ու նոր թափ առնել։ 20 թվականից մինչ օրս 5 տարվա ընթացքում արդյոք արվել են քայլեր։ Ես համարում եմ ոչ, որովհետև Ինչի համար եմ համարում ոչ, թեկուզ եթե վերցնենք Մոնթեի դպրոցը, որը ես ինքս եմ հիմնադրել, եւ այնտեղ հիմնական նպատակային խնդիրը ունենալ հետախուզական եւ դիվերսիոն աշխատանքներ կատարող երիտասարդներ, որտեղ մենք այդքան զենք զինամթերքի վրա հույս դնել, արդեն ասեցի, չենք կարող ոչ ֆինանս ունենք այդքան ոչ էլ։ Եվ բացի այդ պատմությունը ցույց տվեց, որ Չեչնիայում պատմությունը ցույց տվեց նաեւ թալիբների արածը, որ կարևորը այստեղ քո ոգի ունենալն է եւ կռվելու ունակությունը, մտածված կռվելու ունակությունը։ Եթե դու դա չունես, դու չես կարողանալու պատասպարվել, պաշտպանվել, քեզ ապահով զգալ։ Եվ այդ իսկ պատճառով ես ինչ եմ 30 տարիներ ասում, որտեվ ինքս պատերազմի դաշտում եղել եմ, գիտեմ, երբ որ ինձ ասացին պիտի գնաս մատաղիսը վերցրել են, գնա կանգնեցրու այդ հատվածը, որ
չգան առաջ, ես իհարկե իմ ֆունկցիան կատարել եմ, այդ ոլորանները իմն է եղել, որպես հրամանատար այնտեղ կանգնեցվել է, բայց եւ այնպես երբ որ ես շրջում էի, որպեսզի տեսնեի ամրաշինական կառույցներում ինչ աշխատանքներ են կատարվել եւ ասենք հետադարձի պարագայում մենք ինչպես պետք է պաշտպանենք, ես հասկացա, որ մենք ոչինչ էլ չենք արել, ընդհանրապես մեծ խոսացել ենք տարիների մեջ, սարքել ենք առանձնատներ, գումարները օգտագործել ենք ոչ տեղին եւ չենք ունեցել մեր այդ հուսալի ժայռ պետությունը, այն պետությունը, որը կարող էր իրեն շատ հանգիստ պահել ու շատ հանգիստ պատասպարվել, չունենալով անգամ այդ ԱԹՍ կոչեցյալները, որը թշնամու թիկունքում ոչինչ շարժեին, որովհետև երբ որ պատերազմը տեղափոխում ես թշնամու թիկունք, այդտեղ արդեն բացարձակ նշանակություն չի ունենում, ԱԹՍ ունես թե չունես, որովհետև թշնամին էլ չի կարողանում որոշել, դու թշնամի ես թե սովորական, ասենք, զինվոր։ Այդ պատճառով ես համարում եմ մեր քայլերը սխալ, մենք անգործության ենք մատնված եղել ու ամենակարևորը անմտության։ Մենք միտք չենք օգտագործել։ Ու այս 5 տարիների ձեր հարցին թե ուժեղացավ թե չէ մեր բանակը, ինչքան ես եմ տեսնում, որտեվ սա արդեն դրսի հայացք է, ես արդեն ասացի, որ մեր ուժը պիտի լիներ դիվերսիոն խմբերի ուժեղացում, որը մինչև օրս ես ճիշտ ասած չեմ կարողանում նկատել, տեսնել կամ գոնե լսել, ասենք չեմ տեսել, գոնե լսեմ, որ այսպես ջոկատներ է պատրաստվում, որովհետև լավագույն մասնագետները սփռված են աշխարհով մեկ կամ հեռացել են Հայաստանից, ինչևէ չկա այսօր, ես չեմ տեսնում, չեմ էլ լսում դրա մասին։ Դուք մասնակցել եք 44 օրյային։ Իհարկե։ Ես Մարտակերտը երբ որ հանձնեցին, ինձ ուղարկեցին Մարտակերտի այդ ոլորանների վերևը պահելու, ես պիտի ասեմ, ինձ կակրաս Ագոն գլխավոր հրամանատարը կոմանդոյին ասում էր, միշտ ասա, որ դու ինքդ ես պահել եւ մի մետր հետ չես եկել, այո, ես մի մետր հետ չեմ եկել։ Եվ ընդհանրապես ունեցել եմ 2 վիրավոր, այսինքն ճիշտ կարգավորելու այդ պատերազմական իրադրությունը շատ եմ կարևորում, այսինքն մտքով աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան այն զենքն ու զինամթերքը, որ դու ունես։ Ասում են, որ Արցախը 30 տարի առաջ են հանձնած եղել, ես ինքս ասում եմ այն ինչ որ հասարակությունն է մտածում այսօր։ Դուք որպես պատերազմի մասնակից, ռազմական ոլորտի փորձագետ, ինչպես կբացատրեք հանրությանը, ինչ էր սա 20 թվականի պատերազմը, հետո դրան հաջորդեց արդեն Արցախի հանձնումը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին տարիներին։ Դավաճանություն էր սա, միտված քաղաքականություն էր, թե ուղղակի։ Գիտեք, միտված քաղաքականության կամ դավաճանության մասին ես չխոսամ, որովհետև պետք է այդ խոսակցությունների մեջ եղած լինես, որպեսզի հասկանաս դավաճանություն կար թե չէ։ Ես այդ խոսակցությունների մեջ իհարկե ներկա չեմ եղել, ես այդ մանրուքները իհարկե չգիտեմ, բայց այն, որ մենք այդ 30 տարիների մեջ չկարողացանք ստեղծել բանակ, դա ակնհայտ փաստ է։ Այս բանակը ես համարում եմ 30 տարիների մեջ չկարողացավ իրեն զարգացնել, ուժեղացնել, որովհետև գիտակ մարդկանց մենք թողեցինք մի կողմի վրա, ուշադրություն չդարձրեցին նրանց վրա, դե ավելի պարզ ասեմ, ես ինքս պարապացնում էի որոշ ջոկատներ այլ պետության, գումարով իհարկե, բայց ասենք մեր պետության մեջ ինձ հաշվի չէին առնում, չնայած ես չեմ էլ ուզում խոսամ, որ 2 սովետական պատերազմների բաներուն եմ մասնակցություն եւ 3 հայկականներին էլ մասնակցել եմ, որի համար ստացել եմ հնարավորություններ եւ այլ եւ բոլոր նախագահների ժամանակ եմ դա արել։ Ես որևէ մեկի խամաճիկը չեմ եղել։ Ես ուղղակի զուտ զինվորական սիրելով իմ երկիրը, իմ հայրենիքը արել եմ այն, ինչ կարողացել եմ։ Բայց հնարավորություններ պիտի տան, որ դու կարողանաս անել։ Եթե հնարավորություններ չեն տալիս, թեկուզ հենց հասարակ բան Մոնթեի դպրոցում, ես ես վերջերս եմ դուրս եկել Մոնթեի վարժարանից, իմ ստեղծած այդ մայր դպրոցից, որովհետև երբ որ ծրագիրը չի հաստատվում, եթե մի երեխա, ասենք, այդ չհաստատված ծրագրով, ասենք, մատը ճկուտը կոտրեց, դու պիտի պատասխան տաս դրա համար, իսկ եթե չեն հաստատում, դա արդեն նշանակում է, որ դու չես էլ կարող դա իրագործել անել, այսինքն պատրաստել այն հայ զավակներին, որոնք իզորու են պայքարելու եւ կանգնեցնելու անգամ պատերազմները։
Նաև Հայաստանը արդյոք չօգտվեց վերջին տարիներին այն բոլոր հնարավորություններից, որը տարածաշրջաններ իրեն թույլ տալիս, այսինքն ինքը կարող է շատ լավ Իրանի օգնությանը դիմել, Ռուսաստանի օգնությանը դիմել, այսինքն 20 թվականին Ռուսաստանը արդյոք չօգնեց Հայաստանին, ինչ խնդիր էր սա։ Գիտեք, թյուր կարծիքա, որ չի օգնել։ Ես ինքս մասնակցել եմ այդ զենք զինամթերքի դատարկմանը, ունեինք հասարակական կազմակերպություն, նաև այդ երեխեքին եմ օգտագործել, ասել, որ չեն օգնել, դա սուտ կլինի, այլ ուրիշ խնդիր է, որ մենք ավելի վերևից նայեցինք հարցին, եթե հիշում եք մեր ղեկավարությունը անգամ օդանավակայանում չդիմավորեց Պուտինին Ռուսաստանի պես այդ գերտերության ղեկավարին, դու կարող ես իր անձամբ չսիրել կամ չընդունել նրա քաղաքականությունը կամ որպես մարդ լինելը, բայց հանուն երկրի դու պարտավոր ես կատարելու։ Ես անձամբ կկատարեի, կգնայի ել, կդիմավորեի ել, եւ պատահական չէ, որ թուրքերը միշտ շահում են նրանով, որտեվ իրենց խորանում ու իրանք ունեն տողեր, ասում այն ձեռքը, որը չես կարողանում կտրել, համբյուրիր, կգա պատեհ ժամանակը կտրես։ Մենք ոչ մի սկզբունքների չենք կարողացել իշահմեզ օգտագործել, ոչ մի սկզբունք իշահմեզ չի օգտագործվել։ Մենք եղել ենք ընդամենը խաղաքարտ։ Եվ վերջին անփոփոխ հարցը, ինչ օրինակներ կարող ենք վերցնել այլ փոքր պետություններից, ովքեր կարողացել են պահպանել իրենց ռազմաքաղաքական հավասարակշռությունը, չդառնալով ինչ-որ տերությունների խամաճիկ։ Գիտեք, խամաճիկ դառնալը շատ հարաբերական իմաստ ունի, որովհետև անգամ Միացյալ Նահանգները, երբ որ Իրաքի վրա հարձակումը գործեցին, այդ բույր եւ պուստինի այդ միջոցառումը կատարվեց իրենց կողմից, նրանք դիմում էին եւ Գերմանիային եւ Ֆրանսիային, այսինքն խամաճիկ չէ, բայց անպայման կարգով դու պիտի հաշվի առնես, ով կա կողքերումդ, ինչ ես դու կարողանում անել եւ ըստ այն տանել քո քաղաքականությունը։ Ես նորից եմ կրկնում, մենք պիտի զուսպ, շատ զուսպ կարողանայինք համադրել մեր շահերը գերտերությունների շահերի հետ, դա կլիներ Միացյալ Նահանգներ, դա կլիներ Ֆրանսիա կամ Ռուսաստան։ Մենք չենք համադրել դա մեր կողմից համարում եմ լրջագույնս բաց թողում։ Շատերը անգամ քաղաքական առումով ասում են դե հապկի մեջ էին, դրա համար չէին օգնում։ Եթե հապկի մեջ էին, հիմա էլ էինք հապկի մեջ, մի տարի առաջ էլ էինք հապկի մեջ, այդ ոնց եղավ ֆրանսիական այդ ցեզարսները կարողացան բերել, չէ՞, այսինքն դա ասում են դրա մասին, որ դա չի խանգարում, մեկը մյուսին չխանգարող հանգամանքներ էին, բայց մենք ուղղակի չենք օգտվել, մենք մտքով, մտքի շարժ չենք արել։ Մենք ցույց ենք տվել, որ թոբաթ է, տենց անում ենք ինչ-որ բան, բայց դա ընդհանրապես եղել է մեր ուղեղի մկանները ցույց տալ, որ մենք ունենք մկաններ, այսինքն մտածելու ունակ ենք, մեր ուղեղը մտածելու ունակ է, բայց իրականում մենք չենք արել դա։ Իսկ որ փոքր պետությունների օրինակները։ Դե օրինակներից Շվեյցարիան եթե վերցնենք, ճիշտ է, այնտեղ այդքան էլ փոքր չի, 5 միլիոն, եթե այդպես նայենք, ասենք Մակեդոնիա եւ այլ կան պետություններ, որոնք իրենց ընթացքում, պատմության ընթացքում կարողացել են ճիշտ վերապրել։ Կան իհարկե նաև որոնք չեն կարողացել վերապրել։ Մեր բախտը բերեց այնքանով, որ Լենինի ժամանակահատվածում այդ Կարմիր Քրդստանը չստեղծվեց, այլապես մենք այս հողակտորն էլ չէինք ունենալու այդքան մեծ Կարմիր Քրդստան Լենքորանով բանվոր գալու էր։ Բայց ասել, որ հանգամանքները երբեմն անկախ մեզանից են, ինչպես մարդու, այնպես եւ պետության համար հանգամանքները երբեմն լինում են դրական եւ բացասական իրավիճակներ են ստեղծում այդ հանգամանքները։ Եվ կարծում եմ պատմության մեջ մենք անընդհատ տեսել ենք այդ բոլորը, որ պետություններ կան, անգամ փոքր լինելով կարողացել են շարժվել ճիշտ։ Մենք կարծում եմ չենք շարժվել ճիշտ եւ դրա համար մենք պատասխան ենք տալիս երկնքին։ Շնորհակալություն։ Հիշեցնենք, որ մեր հյուրը Ալեքսանդր Մինասյանն էր, իսկ դուք դիտում եք Հայացք դրսից հաղորդաշարը։ Մնացեք մեզ հետ։